Պարոն Հայրապետյան, արդեն քանի օր է մամուլում շրջանառվում են ձայնագրություններ ընտրակաշառքի վերաբերյալ, ինչ է ձեզ հայտնի քրեական վարույթի մասին։ Ցանկանում եմ հետևյալը հայտնել, որ հենց այդ նույն դեպքով, նույն այդ ձայնագրությունների հետ կապված քրեական վարույթ էր նախաձեռնվել եւ անձանց տարել էին, որպեսզի կալանք կիրառեն, կոնկրետ այս դեպքում ես նաեւ պաշտպանում էի այդ ձայնագրության մեջ նշված անձանցից մեկին, որ կան խոսում ասծայի հետ, այդ կան, որ բացատրում է երկու անգամ էլ խոսում են եւ փաստորեն երբ որ գնացինք դատարան ներկայացվեց այս ամեն ինչ, դատարանը որոշեց, որ ընդհանրապես այստեղ չկա հանցագործության դեպք, որ այստեղ կաշառքի մասին խոսք լինել չի կարող ու այն գործողությունները, որ կատարել են այս անձիկ, դա քերորեն պատժելի արարքներ չեն, դա ուղղակի սովորական ընտրական ընտրությունների ընթացքում կատարված քարոզչություն է։ Այսինքն մենք ունենք դատարանի որոշում, որը որ մանրամասը 19 թերթ դատարանը այսօր եմ ստացել դատարանի որոշումը 19 թերթ դատարանը մանրամասը նշել է եւ ուզում եմ հետեւյալը ուղղակի կարդամ մեջ բերեմ դատարանի որոշումից ինչպես արդեն փաստվել է վերը նախընտրական քարոզչությունը յուրաքանչյուր դեպքում հետապնդում է ընտրության ընտրողների մասնակցությունը ի օգուտ այս կամ այն քաղաքական ուժի ապահովելու նպատակով ինչն ինքն իրեն քերորեն պատժելի արարք չէ այսինքն դատարանը իր որոշումով հաստատեց որ այդ գործողությունները քերորեն պատժելի արարք չեն հիմա ինչա տեղի ունեցել փաստորեն մեր քննչական կոմիտեն մեծ վարչություն հակակոռուպցիոն կոմիտեի, սկալ ասեցի հակակոռուպցիոն կոմիտեի հետ մեծ վարչություն, մոտ 30-40 քննիչներով, ակնհայտ անհիմն մեղադրանք են առաջադրել անձին, գտել են, որ այդ գործողությունները իբրև թե ընտրակաշառք է, դատարանը հստակ նշել է, որ սա քերորեն պատժելի արարք չի, գրել է, որ հələ այն որ ապացույց չկա, նախ այսպես է գրել, որ դուք լղոզված ձևակերպումներ եք տվել ու չնայած իրեն մեղադրում եք կաշառքի մեջ, բայց կաշառք տալու այդ հոդվածի շրջանակներում որևէ բան չեք նշել։ Կաշառք տալը ենթադրում է անձին տանել փող տալ, որ այդ անձը քվեարկի էս ինչի օգտին։ Մենք էլ դատարանում ասեցինք, լավ, այդ 150,000 դրամ տվել եք, որ 170 հոգու օգտին քվեարկեն այդ 710 դրամ կամ 830 դրամով ամեն մի հոգին դուք սենց մեղադրանք եք, որ ինքը այդ 150,000-ը պետքա վերցներ, 180 հոգու բաժաներ, ամեն մեկին 700 դրամ, որ իրան գնային ընտրողի մի խոսքով, այսպեսի անհեթեթ ու դատարանը նշեց, որ սա ուղղակի սովորական ընտրական քարոզչություն է, ու սա քերորեն պատժելի արարք չի։ Այսինքն դատարանի որոշումով փաստվեց, որ հակակոռուպցիոն կոմիտեի 30-40 քննիչները գործել են օրենքից դուրս։ Հիմա մենք գումարավ դրան, երբ որ մենք դատարանում ասեցինք, իսկ դուք ունեք դատարանի որոշում, որ ձայնալսումները, գաղտնալսումներ եք իրականացրել, պարզվեց չունեն։ Ասեց, հա, ունենք, դե ասեցինք, խնդրում ենք ներկայացրեք, այս պահին մեր մոտ չի, ասեցինք, դե խնդրում ենք ընդմիջում տրվի ներկայացրեք, այդպես էլ որտեղ չկա, չներկայացվեցին։ Ընդ որում այն մյուս գործով իմ գործընկերը փաստորեն դատարանը այդ մասով էլ նշել էր, որ դա չի կարող թույլատրելի համարվել ու թույլատրելի նյութ լինել, որտեղ սահմանադրությամբ ձեռք բերված խախտումներով, անձանց իրավունքների խախտումներով։ Այսինքն հիմա մենք այդ 5 օր այդ տարբեր լրատվամիջոցներով, չգիտեմ, հեռուստաընկերություններով այդ հայտարարությունները, որ տարածվել են, ոչ թե միայն իրականությանը չեն համապատասխանում։ Դա դատական ակտով, այսինքն անձանց մեղադրում են հանցագործության մեջ, այն դեպքում, երբ որ դատարանի որոշում կա, որ այդ անձիկ քերորեն պատժելի արարք չեն կատարել։ Հակակոռուպցիոն կոմիտեն սա էլ կոպիտ շատ կոպիտ ձևով մինչև դատարան դիմելը մենք մամուլից ենք իմացել, թե այդ ինչ ձայնալսումները, որ գնում ենք դատարան, որպեսզի նյութերին ծանոթանանք, արդեն մամուլից ծանոթացել ենք, թե ինչ գաղտնալսումներ կա։ Այսինքն սա ոնց որ քննչական կոմիտեն աշխատում է գործող իշխանությունների համար, որպեսզի PR ձևավորվի։ Մենք այս իրավիճակն ունենք։ Շատ ցավալի է։ Ես խորհուրդ կտայի մեր այդ բոլոր այն իրավաբաններին, ովքեր քննչական կոմիտեում են աշխատում, ովքեր ինչ-որ դատախազությունում, այսինքն հիմա մենք ունեցանք իրավիճակ, որ այն դատախազը, որ մեղադրանք է ձևակերպել,
այդ ակնհայտ անհիմն մեղադրանք է ձևակերպել։ Դատարանն էլ ասեց ենթադրենք ամեն ինչ ճիշտ է, բայց ձեր ձևակերպման մեջ չկա քրորեն պատժելի արարք։ Այսինքն սա նշանակում է, որ դատախազությունը քննչական կոմիտեն էլ այդ հակակոռուպցիոն կոմիտեն, որ միջնորդել է մեղադրանք առաջադրի, իրենք են քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարել, այսինքն շուտ թե ուշ իրենք են ենթարկվելու քրեական պատասխանատվության։ Ուզում եմ նաև ասեմ, որ կամ համատարած գաղտնալսումներ, երբ որ չկա դատարանի որոշում։ Իհարկե մենք տենց կարանք հանգիստ նայենք այս իրավիճակին, կարող ենք պատկերացնում եք, քանի անձ է գաղտնալսվել, որ այդ 2000 ընտրատարածք պետք է լինի, այդ 2000 կամ ավել անձանց շատերին լսել են, գտել են խոսակցություն, քրեական վարույթ են նախաձեռնվել, պարզվել է ու խայտառակություն է, գնացել են դատարանն ասել է, մեզ ինչ ձևակերպումներ է։ Հիմա քանի դեռ չի սկսել ընտրարշավը կամ քանի դեռ նոր է սկսել, ուղղակի խորհուրդ կտայի, որ պատվերներ չկատարվի։ Տեսեք, եթե անձը պատվեր է կատարում, այդ անձը ինքն իր առաջ արդեն իր արժանապատվությունը գցում է։ Եթե իրեն ասում են դու այսպես ձևակերպումներով մեղադրանք առաջադրի, այսինքն սա իրավաբանություն չի։ Սա պետք է գնալ համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ, մի քանի փիլիսոփաների բերել ու ասել, sense փիլիսոփայական ձևակերպումներ է։ Դատարանն էլ ասես, եթե այս ձևակերպումներով մենք անձանց մեղադրենք, սա նշանակում է ցանկացած անձի նույն ձևակերպումներով կարող ենք մեղադրանք առաջադրել։ Այսինքն այս փիլիսոփայական կատեգորիան պետքա դուրս գա ու պետքա ինձ թվում է սթափվեն մեր հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ, sense խելացի տեսքով երկու քննիչ եկել է ու ասում է, բա ինքը բուկլետներ է բաժանել ուժեղ Հայաստանի օգտին։ Ասում է 150,000 դրամ վերցրել է ու բուկլետներ է բաժանել։ Դատարանն էլ ասես, բա 150,000 դրամ աշխատավարձ են տվել, այս մարդն էլ բուկլետներ է բաժանել։ Ստեղ ինչ քրորեն պատժելի արարք կա։ Իսկ այդ 170 հոգին էլ որ ինքը ուներ, եթե համոզել է այդ 170 հոգուն, որ իրանք ուժեղ Հայաստանի օգտին քվեարկեն, այդ էլ նախընտրական քարոզչության մեջ լրիվ տեղավորվում է։ Ինչ եք ուզում։ Այսինքն տեսեք իրավաբանության մեջ, երբ որ դատարանն ասում է հիմնավոր կասկածը բացակայում է ու չկա այստեղ հանցագործության տար, այսինքն այն ամենացածր շեմը ու այստեղ դատարանը մի 4-5 էջ մանրամասն նշել, այսինքն սա նշանակում է, որ հազվադեպ է լինում այսպիսի դատական ակտեր, որ դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեն չհասկանան, որ իրանց ձևակերպումը քրորեն պատժելի արարք չի։ Մի խոսքով խորհուրդ կտամ նաև էլի տենց տեսեք շատ բազմաթիվ հայցեր կարող են գալ լրատվամիջոցների դեմ, այդ հրապարակում կատարողների դեմ, կա արդեն դատարանի որոշում, ես խորհուրդ կտայի, որ իրենք ձեռնպահ մնան անօրինական գործողություններից։ Էլ չեմ ասում, որ ոչ թե անօրինական, քրորեն պատժելի արարքներ են կատարվել։ Դատարանի որոշումը երբ հրապարակվել, պարոն Հայապետյան, դատարանի որոշումը հրապարակվելուց հետո նրանք այդ ձայնարկությունները կրկին սկսեն շրջանառության մեջ դնել։ Տեսեք, մինչև դատարանի որոշումը հրապարակելը իրենք արդեն շրջանառության մեջ են դրել։ Դատարանի որոշումը դատարանը հրապարակեց նույն օրը, երբ որ հրապարակվել էր, այդ շրջանառության մեջ էր դրվել, դրա հաջորդ օրը ավելի լայն թափով պատգամավորները խոսում են, այդ պետական պաշտոնատար անձիկ խոսում են, վարչապետը կարող է չհասկանա, ենթադրենք, որտեղ այստեղ կա կամ էլ չեն զեկուցել իրեն չեն ասել, որ գիտեք ինչ կա, հակակոռուպցիոն կոմիտեի 40 քննիչ, որ կազմել էին մեղադրանքը, տարանք դատարանն ասեց, այստեղ քրորեն պատժելի արարք չկա։ Հիմա սա էլ հենց պարոն վարչապետին, որ խնդրում ենք ուղղակի, տեսեք, ստացվում է անհավասար, ոչ թե անհավասար պայմաններ, անհասկանալի իրավիճակ։ Առաջ ընկնելով ասեմ, այդ խտրական վերաբերմունքը, անհավասար պայմանները։ Ես ինքս հանցագործության հասկանալով, որ նոր է սկսել նախընտրական քարոզչությունը, իմ անունից հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել կոնկրետ ընտրակաշառքի վերաբերյալ, որտեղ մամուլում հրապարակում է եղել երկու անգամ, որ ընտրակաշառք էր եղել։ Այսինքն Սյունիքի մարզպետը ցուցակով իր կնիքով ստորագրությամբ բաժանել է օգնություն
Մյուս դեպքում Բերդ համայնքի 750 ընտանիքների 20 կիլոանոց սննդի փաթեթներ է տրվել։ Քրեական օրենսգրքում ուղիղ գրած է, որ բարեգործությունը եթե կատարվում է կամ ընտրակաշառքը դա նա է, որ փաթեթով ինչ-որ բան է տրվում։ Բոլոր հոդվածները նշել ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ մարտի 10-ին։ Այդ նույն կազմակերպությունը հակակոռուպցիոն կոմիտեն, այդ որ դատարանում գալիս են անհետ բաներ են ասում, բուկլետներ բաժանը դատավորը նայում ասում, հա, ինչ անենք, բաժանել է, հետո բանձը ընդունվել է աշխատանքի, որ գնա քարոզչություն անի բուկլետ բաժանի, դա քրորեն պատժելի արարք է։ Փաստորեն, պետականորեն մեր մոտ այս պահին իշխանությունը ստեղ կապ ունի, թե չունի, ենթադրենք կապ չունի։ Ենթադրենք այս հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը ինքն է որոշել իր անունից կամ իր կողմից նվեր մատուցի, ենթադրենք վարչապետի կարող ասենք, ասի իմ կողմից ես իմ 60 հոգի քննիչներին կաշխատացնեմ ու քրեական վարույթներ կնախաձեռնեմ։ Այդ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հենց հիմա պետք է ինքը աշխատանքից ազատվի, որտեղ խայտարակ եղավ ամոթել է։ Հիմա պարոն վարչապետը պետք է իմանա, որ կա դատարանի որոշումը, որ ասում է այդ 40 հոգանոց անհետ որոշում է, այսինքն իրենք օրենքից դուրս որոշում են կայացել։ Հիմա երբ որ մենք տվել ենք այս հանցագործության մասին հաղորդումը, հստակ փաստերը կան, որում մամուլից տպված որևէ բան չի հարուցվել։ Հիմա այս ոստիկաններն էլ իրանք են հաղորդում տվել։ Ոստիկանության հաղորդում ուզում եմ կարդամ, ինչի հիման վրա է հարուցվել քրեական վարույթ նախաձեռնվել։ Ուրեմն ասում է փաստորեն բացի այդ ՍՆ իրենց ոճով ոնց որ իրենք հրապարակում են ՍՆ բարեգործության անվան տակ բարեգործության անվան տակ ՍԻ օժանդակությամբ հոգացել է Արազապ գյուղի դեռևս չպարզված անձանց դեղորայքի պահանջները։ Այսինքն ասում են կաշառքի փաստ կա, բայց թե ում է կաշառքը այդ ամենակարևոր բանն է, չէ՞ որ եթե կաշառք տվողը չկա, կաշառք վերցնողը չկա, բայց կաշառք տվողը կա, ում է տվել, հո պատին չի տվել կաշառք կամ չգիտեմ, կամ այս մյուս դեպքում ասում է որ բացի այդ ՍՆ ուժեղ Հայաստան կուսակցության օգտին քվեարկելու դիմաց դեռևս չպարզված անձին տվել են չպարզված չափերի կաշառք։ Այսինքն մեղադրյալը կա, բայց ասում է պարզ չի թե ում է տվել ու պարզ չի թե ինչքան է տվել, բայց կաշառք է տվել։ Ես կներեք, չգիտեմ, կարող եք եթեր չուղարկել ձեր համար, բայց կարող եք ուղարկել հետևյալ անեկդոտը կա, ուզում եմ ասեմ, ասում է ճիշտ է, որ ձեր գյուղացի Գառնիկը սպորտ լոտոյով մեքենա է շահել, ասում է ճիշտ է, բայց մեր գյուղացի չի, կողքի գյուղից է, Գառնիկը չի, վալոտն է ու ոչ թե սպորտ լոտոյով շահել է, այլ գումարով կրվել է։ Հիմա այս իրավիճակն է, այսինքն մենք ունենք մի բան, հիմա այս ոստիկանության ներկայացրած այս հաղորդումների հիման վրա հարուցվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ, մեր կողմից այս փաստորեն, որ այդ բարեգործության արգելքը խախտվել է, հստակ փաստերով մինչև այսօր չունենք։ Գումարած դրան, ես տեղյակ եմ նաև, որ մեկ մամուլից տեղյակ եմ, որ նաև կոնկրետ ԿՊ-ի քաղաքացիական պայմանագրի կողմից կաշառք է առաջարկվել ուղիղ եթերով անձին ասել է ես ինչ-որ 14,000 դրամ օրական խոստում է տրվել, որ ինքը կունենա օրական աշխատանք։ Հանցագործության մասին հաղորդում է տրվել, էլի նույն լռություն։ Բայց այս դեպքում ասма չպարզված անձանց տրվել է չպարզված կաշառք կամ չպարզված անձը փոխանցել է ինչ-որ դեղորայքի կարիքները ու սրա դիմաց այս վարույթն է նախաձեռնվել։ Ու այդ ամբողջ վարչությունը պատկերացնում եք հակակոռուպցիոն կոմիտեն լծված է իր ամբողջ քննչական կազմով, որպեսզի ինչ-որ բաներ հայթայթի։ Ամեն օր նոր անձանց փորձում են կալանավորեն, փորձում են ձերբակալել, այնպիսի իրավաբանությանը անհայտ տերմինոլոգիաներ ենք լսում, որ մեկն էլ ասեմ, որպեսզի շատ չծանրաբեռնեմ, 3 խուզարկություն է կատարվել Վայքի ուժեղ Հայաստան գրասենյակում, խուզարկության
հիմքը հետևյալն է եղել, որ իբրև թե ուժեղ Հայաստանը, որպիսի Երևանի հանրահավաքներին մասնակցեն, շրջաններում աշխատավարձով աշխատանքի է ընդունում անձանց 200,000 դրամով ամսական աշխատավարձով աշխատանքի է ընդունում անձանց ու որպես ապացույց բերում են գնում են այդ ուժեղ Հայաստանի գրասենյակ մտնում են հարկադրանքով տեղափոխում են քննչական մարմին կամ ոստիկանություն ու ասում են որ մասնակցել ես հանրահավաքի ասում այո ասում ոնց է եղել ասա այս դեպքում որ հարուցվել է այդ ասում է որ իմացա որ հանրահավաքը մտածեցի որ պետքա գնամ ասում է քեզ ինչ որ մեկն ասել է պետքա գնաս ասում է ոչ քեզ պարտադրել են ոչ ուղղակի ասում է քանի որ իմ գրասենյակի ղեկավարն ասեց որ մենք կենտրոնից ասել են որ պետքա գնանք ես հասկացա եթե չգնամ ինձ աշխատանքից կհանեն ու քանի որ ինձ աշխատանքից կհանեն ես գնացել եմ այդ այստեղ դատարանը տեսել է հարկադրանքի միջոց որ այն ամենածանր այդ 25 տարեկան աղջկան գրասենյակի ղեկավարին ամենածանր մեղադրանքով որ ինքը իբրև թե շանտաժով իր աշխատակիցներին հոկտեմբեր ամսին տեղափոխել է Երևան Սամվել Կարապետյանին աջակցության հանրահավաքին մասնակցելու համար սա կներեք էլի սա էշություն է կներեք այս բառից համար սա հիմարություն է սա իրավաբանություն չի բայց հիմա մեր քննչական կոմիտեն սա էլ քննչական կոմիտեն է նախաձեռնել այսինքն իրանց ընդունակությունները իրանց երևակայությունը ու իրանց գործողությունները քերորեն պատժելի արակներ են ես ինքս պաշտոնապես տեղյակ եմ որ ուժեղ Հայաստանը բոլոր գրասենյակներին հայտարարել է որ եթե մեկը 1 դրամի ինչ որ բան խոստանան, որը կարա դիտվի ընտրակաշարք, առաջինը իրանք են ենթարկվելու պատասխանատվության։ Այսինքն, եթե ինչ որ մի գրասենյակում ինչ որ անձի խոստանան գույք կամ չգիտեմ օգնություն եւ այլն ինչ որ բանի դիմաց, սա հենց իրենք չեն ցանկանում այսպիսի բան լինի։ Էլ չեմ ասում, որ ախր քանի որ չկա այդպիսի բան, ընդհակառակը այդ նույն հարցաքննության ժամանակ իրեն հարցնում են, ասում են քեզ ասել են որ դու կողմից պետքա քվեարկես ասում եմ չէ ինչ չեն ասել ես որ Սամվել Կարապետյանը օգտին պետքա այդ գումար ստացող ինքը աշխատանքի է ընդունվում որպիսի բուկլետներ բաժանի անգամ իրան չեն ասում որ դու պետքա Սամվել Կարապետյանի օգտին քվեարկես այսինքն ինչքան մաքուր գրասենյակ է իդեալական մաքուր որ գրասենյակի աշխատողին չեն ասում որ դու կամ քո ընտանիքը պետքա քվեարկեք ես ինչ օգտին չնայած աշխատանքի են աշխատանքի կոնկրետ ընդունում են կոնկրետ գործի համար, վերլուծության համար, բաժանելու համար, քարոզչության համար եւ այլն։ Էլ չեմ ասում, որ այստեղ քրեական վարույթը նախաձեռնվել, կոնկրետ այս դեպքում հիմա մենք ունենք նաեւ կալանավորված անձ, կամ տնային կալանք տրված կամ կալանավորված անձ։ Այս անձանց կա նաեւ օգնություն բաժանելու դրվագը, որ այդ օգնությունը, այսինքն բարեգործություն կատարելու ներողություն եմ խնդրում, այսինքն ժամանակին, երբ որ մեր ձևով հասարակական կազմակերպությունը գնացել է եւ անձանց օգնությունները եղել, այսինքն այդ օգնությունները այն ժամանակ փոխել են ուժեղ Հայաստան, որ այդ ժամանակ ուժեղ Հայաստան կուսակցություն չի եղել։ Գնացել ենք քննիչին ասում ենք, լավ, որ դու ասում ես 2025 թվականի դեկտեմբերին է այդ գումարը տվեք։ Բայց դեկտեմբերին ուժեղ Հայաստանը կար, իսկ ուժեղ Հայաստանի այդ բանն էլ չկար, նախագիծն էլ չկար։ Դուք մեղադրանք եք գրել, որ իբրև ուժեղ Հայաստանը, իրանք ինքը ուժեղ Հայաստանի օգտին պետքա ինչ-որ գործ անի, բայց տվել եք դեկտեմբերին։ Դեկտեմբերին է գումարը տվել, բայց դեկտեմբերին ինչ ուժեղ Հայաստան կամ հունվարին ինչ ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստանը փետրվար թե մարտ ամսից է սկսել ինքը հիմնվել է։ Դատավորը sense նայում է ու հասկանում է, որ անհասկանալի իրավիճակ է։ Այսինքն պետքա մի քիչ ավելի երևի հանգիստ լինենք, ավելի տենց, չգիտեմ, մեծահոգի գտնվենք, ասենք համատարած sense խախտումները մենք ունենք իրավիճակ, որ սահմանադրական կարգը տապալված է։ Ինչի համար։ Մենք ունենք քննչական հակակոռուպցիոն կոմիտեի քննչական կազմը, ինքը օրենքից դուրս անօրինական առաջինը գաղտնալսումներ անում համատարած, երկրորդ անձանց այդ գաղտնալսումների արդյունքում ինչ-որ բան է հայտնաբերում, որը քերորեն պատժելի չի, պարզ է, չէ, որ անձանց ընդունում են աշխատանքի գրասենյակում, այդ անձը պետքա քարոզչություն անի, պետքա բուկլետ բաժանի,
այստեղ ինչ ընտրատարածքի մասին է խոսքը, կամ եթե այդ անձն էլ հետո հանրահավաք է կազմակերպվում, այդ նույն անձը եթե ցանկանում է կարող է գնա հանրահավաքի։ Այսպիսի sense անհեթեթ մեղադրանքների կույտ, սա նշանակում է գործադիր իշխանությունը գրավել է քննչական մարմինները, քննչական մարմինների ղեկավարությունը անհասկանալի օրենքից դուրս մեղադրանքներ է առաջադրվում, ու այս օրենքից դուրս մեղադրանքները բերել են սահմանադրական կարգի տապալման։ Պարզ է, որ ընտրարշավը չի կարող լինել ազատ, չի կարող լինել անկախ, չի կարող լինել հավասար պայմաններ, խտրական վերաբերմունք ու բոլորը ասենց ուժեղ Հայաստանի դեմ էլի թող չգիտեմ, օրենքի ամենախիստ ձևով թող պատիժ լինի։ Լավ, 25 տարեկան աղջիկա, եթե ինքը հարկադրել է շանտաժ արել, որ անձը գնա հանրահավաքի, տարեք բանտ, հասկացանք, բայց եթե այդ ում որ հարկադրել է, դա էլ 22 տարեկան աղջիկա, ասում է չէ, որևէ մեկ ինչ չի ասել, որ ես գնամ հանրահավաքի, որևէ ձևով չի եղել հարկադրանք։ Ուղղակի ես մտածեցի, որ քանի որ աշխատում եմ այստեղ, պետք է գնամ հանրահավաքի։ Այս ամենաանմեղ դրվագը, այսինքն սա հաստատում է, որ ինչքան մաքուր է աշխատում այս գրաֆենյակները։ Ու մենք ունենք հակառակ պատկեր մամուլում, մամուլը հեղեղված է, որ չգիտես, այսպես անօրինական եւ այլն, որպես ապացույց ունենք դատական ակտ։ Դատարանի որոշում, որ հակակոռուպցիոն կոմիտեի 40 քննիչները ու փաստորեն դատախազը, ովքեր որ այդ մեղադրանքները ձևակերպել են, օրենքից դուրս են։ Բացի այդ, վերջի օրերին համատարած ոստիկանության օպերատիվ աշխատակիցները գալիս են ուժեղ Հայաստանի գրասենյակներ, աջակիցներին, աշխատողներին, հրավիրում են ոստիկանության բաժին, որպեսզի իբրև թե ստուգեն, թե երբանից են աշխատանքի ընդունվել, որքան է իրենց աշխատավարձը, իրենց գործունեության մեջ ինչ գործառույթներ է մտնում եւ այլն, այսինքն առանց ունենալու հստակ նախատեսված քրեական վարույթ, որ այդ վարույթի շրջանակներում կարող են, այսինքն օպերատիվ հետախուզական միջոցառում են անցկացնում կամ ուղղակի օպերատիվ հարցում անցկացնելու համար կանչում են առանց ծանուցումներ ուղարկելու համատարած ամբողջ Հայաստանով մեկ ոստիկանությունը լծված է այս ուժեղ Հայաստանի դեմ նյութեր հավաքելու։ Հազարավոր մարդկանց կանչում են ոստիկանության բաժինել։